Ողջույն, 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ, տենց է չէ՞ ասում։ Այո։ Խոսենք վերջին օրերին Փաշինյանի գրառումներից, որը վերաբերում է եկեղեցուն եւ հոգեվորականներին, դուք ինչ միտում եք տեսնում, ինչ վտանգ է այս ամենի տակ։ Իմ կարծիքով հավաքում է իր շուրջ փորձում է կոնսոլիդացնի այն ընտրազանգվածը, որը որ կարծում է կարող է կոնսոլիդացնի հայհոյանք սիրող ընտրազանգված, եկեղեցու դեմ ինչ-որ քայլ անող ընտրազանգված, ինձ թվում է միտումը քաղաքական էդ է, իսկ ինչ կարելի է դրա շուրջ ասել, ինչ կարելի է խոսել։ Իսկ ինչ վտանգներ դա ունի, երբ որ եկեղեցուն հրապարակայնորեն Փաշինյանը առաջնորդներին մի քանի տարի արդեն խոսում ենք տարբեր լրագրողների հետ եւ այս տարիների ընթացքում այնքան բան է կատարվում, որից հետո ասում ենք ինչ վտանգ կա։ Հետո դրանից հետո նենց մի բան է կատարվում, որից հետո հիշում ես, որ այն նախորդը առանձնապես վտանգ չէր։ Սենց իջնում ենք եւ կարծում եմ դա կլինի անverջ, քանի Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ չունի ոչ մի դիմադրություն, ոչ մի հակադարձ, ոչ մի իր արած բանին։ Ինչի պետքա չօգտվի։ Դիմադրություն նկատի ունեք ժողովուրդը, թե եկեղեցին տվյալ դեպքում պետք է իր կարծիքը հայտնել։ Եկեք ժողովրդին, խնդրում եմ, թողնենք անդիմությանը նկատի ունեք։ Եկեք ժողովրդին հասարակ մարդկանց եւ ոչ հասարակ մարդկանց թողնենք հանգիստ։ Ինչ պետք է անի ժողովուրդը, իսկ ինչ որ բան կատարվում է, ինչ որ մեկը ինչ որ բան կազմակերպում է, ինչ որ մի շարժում կա, ինչ որ մի բան է գեներացվում, որ մարդիկ անտարբեր են հիմա։ Ինչ որ բան է կատարվում, դուք գիտեք, տեղյակ եք։ Ըստ էության ոչ։ Իսկ ինչ պետք է անի ժողովուրդը հիմա, ինչ դուրս գանք փողոց, ես, դուք, մեր հարգելի օպերատորը, ինչ անենք։ Այսինքն դիմադրությունը չկա անդիմության կողմից։ Անհրաժեշտ դիմադրություն։ Անդիմություն չկա։ Կներեք։ Ասում են, ինչքան դուրս եկանք պայքարելու, հաջողության չհասանք, չկարողացանք։ Հիմա ամեն անգամ դուրս գանք եւ նույնը լինի, ընտրություններով հնարավոր է որ Դե ասեք, որ մեր մոտ ոչ մի բան չի ստացվում, ցտեսություն, հաջողություն։ Եթե կարաք մի բան արեք։ Հիմա դրա համար այս բանը ես նույնիսկ ընդդիմության մասին խոսալը ինչ որ գիտեք, ես վաղուց դադարել եմ հավատալ այն հեքիաթին, որ այն ինչ որ դուք տեսնում եք, դա այսբերգի վերևի մասն է, իսկ տակը ինչ որ process-ներ են կատարվում, ժամանակի հետ ես հասկացա, որ դա հեքիաթ է, ոչ մի process էլ ոչ միտեղ չի կատարվում։ Կա այն ինչ որ կա։ Ինչ որ բան կատարվեր, նույնիսկ այսբերգի ամենաներքև չերևացող տեղը, մեկը օրերից մի օր, եթե չերևար, դրա արդյունքի 0.01% կերևար։ Չկա ոչ մի բան։ Դուք կարծում եք, որ այսինքն Փաշինյանը ունի ամեն հնարավորություններ իր ուզած թեզեր առաջ տանելու եւ որևէ դիմադրության չի արժանա, բայց հասարակության արձագանքը որքանով է գոհացնում ձեզ, որովհետեւ թեկուզ այսօրերի եկեղեցու շուրջ հայտարարությունները արդյոք բավարար եք, չէ, այս քաղաքում դուք շփվում եք մարդկանց հետ, դուք գիտեք, որ արձագանքը շատ բացասական է։ Դե Facebook-յան տիրույթում այո, Facebook-յան, օքեյ, հա, գրվեցին ստատուսներ, տրվեցին մի հզոր հարցազրույցներ եւ Դե ինչ կարող են անել ավել։ Դե ուզում են գոնե խոստովանեք, որ մենք հարցազրույցից եւ հայտարարությունից բացի այլ բանի ընդունակ չենք։ Չէ, առանձնապես սպասելիք էլ չկա, բան չենք ուզում, բայց դե գոնե ասեք, գոնե սիրուն կլինի, էլի այդպես հարգանքի արժանի։ Բայց արդյոք դուք կարծում եք, որ հավաքվում է այն զանգվածը մարդկանց, որը իսկապես կարող է փոփոխություններ բերել, իշխանափոխության հասցնել։ Գիտեք ինչ, եթե ես նկարահանեմ վատ ֆիլմ եւ հանդիսատես չգնա այդ ֆիլմը դիտելու, հանդիսատեսն է մեղավոր։ Թե ես։ Եթե
որևէ մի յուրաքանչյուր շարժում, որը որ հավաքել է բավականին մեծ մարդկանց քանակ, տապալել են, շուր են գալի, ասում ենք մարդիկ են մեղավոր էլի, հերիք է, էլի, հերիք է։ Իսկ հիմա ինչի չի կատարվում ոչ մի բան, տենց սխեմա է, տենց կներեք հայերեն բառը մոռացել եմ, նագախադովկա է։ Տնային աշխատանքն են ուզում յուրացնել, ասում են, որպեսզի դուրս գան համախմբված պայքարի եւ հաջողեն, եւ ոչ թե հերթական ձախողումը լինի։ Լավ, կսպասենք։ Իսկ առհասարակ այս հայտարարությունները, որ Փաշինյանը դաշտ է նետում իրական Հայաստան, հիմա եկեղեցու դեմ պայքարը, ամեն ինչի տակ ինչ է թաքնված, ինչ գործընթաց են ուզում անել։ Կոտրել մարդկանց մեջ յուրաքանչյուր արժեք, որը որ հայ մարդը ունեցել է։ Եվ հաջողությամբ դա անում են։ Որովհետև մարդկանց համար ամեն ինչ դառնում է սովորական, որովհետև հնչեր սենց մի արտահայտություն նույնիսկ 2000, չգիտեմ, 20 թվականին եղել է, չէ, որ ինքնաբուխ մարդիկ դուրս են եկել ԱԺ-ի դիմաց, որը հաջողությամբ էլի քաղաքական ընդդիմությունը տապալել է։ Եղել է, իսկ հիմա սովորական է դառել, մարդիկ արդեն նույնիսկ խորապես անտարբեր են։ Որովհետև արդեն կոտրվել է մարդկանց մեջ այդ արդեն չեն զարմանում։ Ամեն ինչ սովորական է դարձել։ Այո։ Հիմա օրինակ այս թեզը եկեղեցու հետ կապված իրենք մեկնաբանում են, որ ոչ թե եկեղեցու դեմ է արվում այդ գործողությունները, այլ անհատների շուրջ։ Եվ կրթության, գիտության եւ մշակույթի սպորտի նախարարը նշում էր, որ պետք է բարեկարգել եկեղեցին։ Ինչով են բարեկարգում։ Հիմա ինչու է եկեղեցու թեման դարձավ առաջնայինը։ Նախարարը թող բարեկարգի դպրոցները, այն ինչ որ իրեն է վերաբերվում։ Պետք չի որ այն մարդիկ, որոնք որ ամեն ինչ այս երկրում արժեքազրկել են եւ դեգրադացրել են, բարեկարգեն որևէ բան, առավել եւս եկեղեցին։ Իսկ հոգեվորականների արձագանքը ձեզ բավարարեց, որովհետև շատ քննադատվեց, որ դա իմ համար արձագանք չէր, բայց ես համարում եմ ինձ այն մարդկանց կարգից, որոնք որ հանրային թույլ չեն տա իրենց քննադատել հայ առաքելական եկեղեցին։ Գրեթե քիչ արժեքներից մեկը, եթե ոչ միակը, որը որ մնացել է այս երկրում։ Դրա համար բավարարեց ինձ թե ոչ, ինձ չբավարարեց, բայց քննադատության չեմ արժանացնի։ Բայց ինչ պետք է իրենք ավել անեին։ Օրինակ, միգուցե հենց իշխանությունն էլ դա է ուզում, որ սադրանքի մեջ քաշի եկեղեցուն, որովհետև հետևողականորեն Փաշինյանը ամենօրյա ռեժիմով հայտարարություններ է անում սադրող իր Facebook-յան էջում, որպեսզի զայրույթին տրվեն եւ ինչ որ հայտարարություններ անեն։ Միգուցե նպատակն իշխանության հենց դա է, որ նրանց հունից հանի։ Այլընտրանքը ո՞րն է։ Եթե ես չգիտեմ ինչ է մտածում Փաշինյանը, ես չգիտեմ որն է իր նպատակը, այն ինչ որ մտքովս անցնում էր նախորդ հարցի ժամանակ պատասխանեցի, չգիտեմ այլ ընտրանքը որն, այսինքն կա իշխանություն, որը որ քանդում է ամեն ինչ, բոլոր հարցազրույցների եւ գրառումների մեջ դա նշում են, բայց չկա որևէ քայլ հակադարձի բացի դրանից, որ ասում եք, օքեյ, լավ, այս չանենք, որ սադրանք չլինի, այն չանենք, որ սադրանք չլինի, ստեղ լռենք, որ սադրանք չլինի, դե Փաշինյանն էլ ինչ ուզում անում է, կարաք մեղադրեք, որ անում է։ Իր ձեռքում ամեն ինչ։ Բայց ինչ կարող է առհասարակ եկեղեցուն անել, դուք կարծում եք։ Բացի այն հայտարարությունները, որը կարող է անել վարկանիշը, կարող է իջեցնել եկեղեցու վարկանիշը։ Ինչ է իջեցնի եկեղեցու վարկանիշը իջեցնի։ Ինչ է իջեցնի։ Այն վստահությունը, որ ժողովուրդը ունի եկեղեցու հանդեպ, հնարավոր է ազդել դրա վրա նման հայտարարություններով։ Այստեղ վստահության հարցը չի միայն սա, ինչ որ մի սրբություն է, ինչ որ մնացած սրբություն է։ Ինչ կարող է անել եկեղեցին, ես չգիտեմ, բայց այդ հայտարարություններից հետո եթե երկար քննարկել են,
հավաքվել են, որոշել են տալ տենց նուրբ հայտարարություն անելն ու լավ, ուրեմն իրենք լավ գիտեն ավելի, երևի դա է եկեղեցու համար ճիշտը։ Ես չեմ ուզում, ես եկեղեցական չեմ, ես հասարակ մարդ եմ, հասարակ ես երկրի քաղաքացի, ես ուզում եմ երկիր ունենալ, ես ուզում եմ մեր երեխաները, հետո մեր երեխաները երկիր ունենան։ Ես ուզում եմ, որ կատարվի մի բան, որը երկրի համար է լավ, մարդկանց համար է լավ, պետականություն ունենալու համար է լավ, հզոր բանակ ունենալու համար է լավ։ Եթե չի արվում որևէ բան այդ լավը լինելու համար, մնացածը ընդամենը տարբեր թեմաներ են, որ կարող ես ընդդիմության գործունեության դեպքում ավելի կոշտ արձագանք ունենալ, ինչպես ես ունենում եմ հայ առաքելական եկեղեցու, արձագանքի դեպքում ունենալ շատ կոռեկտ եւ չափված արձագանք, որովհետեւ դա հայ առաքելական եկեղեցին է։ Քիչ մնացած արժեքներից մեկը։ Ինչ կաշկանդվածություն ունեն իրենք, կարծում եք։ Եկեղեցին։ Չգիտեմ, այդ հարցը ուղղակի ինձ որ տալիս եք անկեղծ, ոչ թե փորձում եմ փախնել պատասխանից, այլ ես ինչ իմանամ։ Երևի ինձնից շատ խելացի վերլուծաբան պետք է հրավիրեք, ինքը կարողանա ավելի ճիշտ եւ կոռեկտ պատասխան դրան տալ։ Այս օրերի ընթացքում ժողովուրդը կարծես մի քանի մասի էր բաժանվել եւ մի մասը կարծում է, որ պետք է եկեղեցին ինքը այդպես զանգերը հնչեցնի, առաջնորդի փողոցային պայքար, մարդկանց համախմբի եւ մեկնարկ տրվի գործողությունների։ Դուք էլ եք այդպես կարծում։ Տենց մի ֆիլմ, որտեղ դա կատարվում է, բայց կյանքը դրանից շատ հեռու է։ Իրատեսական չէ, որ եկեղեցին համախմբի ժողովրդին իր շուրջը եւ պայքար սկսի։ Եկեղեցին կարող է համախմբել ժողովրդին, եկեղեցին այդ հնարավորությունները ունի, բայց էլի կներեք կրկնվում եմ, ինչի դա չի անում եկեղեցին, դա այն հարցն է, որի պատասխանը ես ուղղակի չունեմ։ Ես չեմ կարող այդ պատասխանը տալ, որովհետև չունեմ, չեմ փորձում փախնել պատասխանից, չունեմ այդ պատասխանը։ Երևի կան ինչ-որ հանգամանքներ, որոնք որ խանգարում են դա անել։ Դուք կարծում եք, որ եկեղեցու առաջնորդները, որ դուրս գան եւ համախմբեն ժողովրդին, իսկապես մեծ այսպես ժողովրդի հատված կդուրս գա փողոց եւ իշխանության փոփոխման հնարավորություն կլինի։ Շարժումը եւ հիշում եմ, որ Բագրատ Սրբազանը երբ եկավ եւ հասավ Երևան, Հանրապետության հրապարակում կար մոտ 100,000-ից ավել մարդ, հաստատ 100,000-ից ավել մարդ կար։ Դա ինչ է, եթե ոչ համախմբել, որովհետեւ փողոցում այդ մարդկանց մեջ դուք կարող եք տեսնել շատ տարբեր քաղաքական ուժերի, չեք պատկերացնում ինչ քանակի ապաքաղաքական մարդկանց, որոնք որ ես գիտեմ, որ իրենք երբևիցե քաղաքականությունով ոչ թե չեն զբաղվել, չեն հետաքրքրում, իրանք փողոցում կանգնած էին։ Կատարվեց, չէ, արեց, այսինքն դա հնարավոր էր ամեն դեպքում։ Այսինքն պայմանավորված էր հենց Բագրատ Սրբազանի անձով։ Դուք կարծում եք իր հոգեբանական լինելով սա ազդեցիկ է ժողովրդի համար։ Սրբազան լինելը դա բավականին ազդեցիկ եւ մեծ բան էր, այո։ Իսկ միգուցե հենց իշխանությունն է մեծ ուժ տեսնում եկեղեցու մեջ եւ հենց դրան այսպես ընթառաջ կամ նախորոք քայլեր է անում հակազդելու համար։ Այսինքն սրբազաններին են հիմա մասնավորապես եւ կաթողիկոսին է Փաշինյանը թիրախավորել։ Կրկնեմ նույնը, ինչ արդեն ասացի։ Քանի հիմա եթե ես սկսեմ ինչ ուզեմ խոսել, ոնց ուզեմ ինձ պահեմ, այս տաղավարում, դուք եք եւ մեր հարգելի օպերատորը։ Եվ ձեր կողմից ոչ մի փորձ չլինի ինձ կարգի հրավիրելու։ Ինչ կլինի։ Հիմա նույնը այնտեղ է կատարվում։ Ինչ ուզում անում է, չկա որևէ հակադարձ։ Չկա որևէ բան, որը որ
Նիկոլ Փաշինյանին ինչ-որ ռամկեքի մեջ կպահի։ Ինչ ուզում անում է, հիմա ինչքան կարող ենք մենք այս դուք այդ հարցը կարող եք տարբեր 5 կողմերից տալ, ես նույն պատասխանն եմ տալու։ Բայց մենք տեսնում ենք ազգային ժողովի մարտերը, որոնք ընթանում են։ Ինչ մարտեր։ Ընդդիմություն, իշխանություն, վեճեր, կռիվներ։ Ընդդիմությունը ճնշում են միշտ առաջի օրվանից։ Մեկ-մեկ երբեմն ծեծում, երբեմն նվաստացնում։ Եկեք պարզ խոսենք, էլի։ Ինչ թե սուր հարց տալ է այսօր հերոսությունը։ Իրական Հայաստանի մասին այս խոսույթը, որ ձևավորվել է, սկզբում այդքան կարևորություն չէր տրվում, բայց հետո հասկանալ էր, որ սա կոնկրետ քաղաքական գիծ է։ Փաշինյանն ասում է, որ մեր քարոզչական թեզն է սա, դրանով գնալու ենք ընտրությունների։ Իր թիմը հետևողականորեն այս թեզը այսպես շարունակում է, Փաշինյանը մարդկանց խմբեր է հավաքում, այս մասին խոսում։ Առհասարակ ինչ խնդիր է դրված։ Այս իրական Հայաստանի տակ ինչ է թաքնված, ինչու է սա դարձել օրակարգային թիվ 1 հարցը։ Ոչ թե Հայաստանին իր պատմությունով, այլ ինչ-որ մի պսևդո Հայաստանի, որտեղ Արարատը այլևս արժեք չի բավարարվեք արագածով, որտեղ կամաց կսկսեն փոխել դասագրքերը եւ օրերից մի օր կգա մի սերունդ, որը որ շատ հնարավոր է լրիվ ուրիշ արժեքներ կունենա, դա ծրագիր է, որը որ իրանք իրականացնում են։ Եվ իրանց ոչ ոք չի խանգարում, ես ամեն հարցից հետո սա անպայման շեշտելու եմ իրանց ոչ ոք չի խանգարում։ Այսինքն հստակ ծրագիր կա, ոչ թե այս պահին դա հարմար է, այդ մասին խոսում ենք կամ ինչպես շատերն ասում են, մեզ շեղում են։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ծրագրերը միշտ փոխվում են, որովհետև ինքը երևի ինչ-որ գեոքաղաքական խնդիրների հետ կապված հարցեր եւ խնդիրներ ունի եւ իր մոտ միշտ փոխվում է, բայց այն արժեքազրկելու հայկական ամեն ինչը ծրագիրը հաջողությամբ իրագործվում է տարիներ շարունակ։ Հակազդեցության մասին խոսեցիք, ասում եք, որ բավարար հակազդեցություն չկա ընդդիմության կողմից եւ ժողովրդին չկա ընդհանրապես։ Իսկ ժողովրդին պետք չէ մեղադրել։ Իսկ այն հատվածը, որոնք ազդեցիկ խոսք ունեն եւ մարդիկ լսում են նրանց, հանրային գործիչներ, նրանց լռությունը ինչ բացատրություն ունի ձեզ համար։ Եվ արդյոք նաեւ այս մարդկանց մեղավորությունը չկա, որ այսօր այս վիճակն է։ Իհարկե կա։ Իհարկե կա, բայց ցավոք սրտի հանրային գործիչներն են մանրացել։ Եթե խոսում եք մշակույթի գործիչների մասին, շատերը հակառակը քարոզում են իշխանական գիծը։ Իհարկե կա, բայց այդ ամեն ինչը փոխվում է շատ շուտ։ Մշակույթի գործիչները իրանք շատ լսող են եւ զգացող են եւ հավատացեք ինձ, երբ որ լինի օրերից մի օր մի շարժում, որը տա հույս, այն որ արդեն 5 պակասա կամ 10 պակասա կամ նույնիսկ 15 պակասա իշխանափոխությունից, դուք կտեսնեք մշակույթի գործիչներ իրենց հայտարարություններով, հայրենասիրությունով եւ ամեն ինչով։ Իսկ հիմա ինչու չեն դուրս գալի դուրս, եւ որ փողոցային պայքարներ լինում, ոչ բոլորն են դուրս գալիս։ Դե որովհետեւ ասեցի, իրանք ունեն մեծ կախում օրվա իշխանությունից։ Իդեպ հիշում եմ, որ վերջին բողոքի ակցիաները, որոնք տեղի ունեցան, մշակութային գործիչներ դուրս եկան եւ հետո այդ հարցը բարձրացվեց, իսկ ով է հարկեր վճարում եւ այս գործընթացներով փորձեցին ճնշել նրանց։ Եվ հաջողվեց, կարծում եք, որովհետև նկատելի էր, որ շատերը արդեն չէին դուրս գալիս պայքարելու։ Պետք է վճարել այդ հարկերը, էլի, ուրեմն, որ լեզուտ երկար լինի։ Կամ պետք է ունենաս մաքուր կենսագրություն, որ լեզուտ երկար լինի։ Երբ ունես մաքուր կենսագրություն, քեզ չեն կարող նվաստացնել։ Բայց մեր ցանկության դեպքում բոլորի վրա կարող են ինչ-որ բաներ գտնել այս դեպքում։ Ինչպես տեսնում ենք, որևէ խնդիր չկա այս հարցում իշխանության մոտ։ Իհարկե, նույնիսկ հացի խանութ գնալու համար կարելի է ինչ-որ կեղտ գտնել, բայց ամեն դեպքում կան ինչ-որ ակնհայտ սահմաններ, կան ինչ-որ ակնհայտ բաներ, ինչով կարող են խեղճացնել եւ ինչով չեն կարող խեղճացնել, եթե իսկապես մաքուր ես։
Իսկ ինչ եք կարծում, իշխանափոխություն հնարավոր է թեկուզ ընտրություններով, ինչի մասին խոսվում է եւ 1 տարի է ընդամենը մնացել։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի պես երկրում հնարավոր է ընտրություններով փոխել իշխանությունը։ Ես չեմ հավատում այդ գաղափարին։ Ինչու՞։ Կարծում եք Փաշինյանը բոլոր լծակները գործադրել է։ Որովհետև բոլոր լծակները եւ անսահմանափակ ադմինիստրատիվ ռեսուրսը իշխանության ձեռքերում է։ Ես շատ սկեպտիկ եմ դրան մոտենում։ Կարծում եք փողոցային պայքարով պետք է հասնել հաջողության։ Փողոցային պայքարով ասում են ինչպես պետք է։ Այսինքն եթե շատ մարդ դուրս գա փողոց, արդյոք պետք է Փաշինյանն ասի, դե որ այդքան մարդ է դուրս եկել, ես հրաժարական կտամ։ Եկեք թող այդ սխեմաները փողոցային պայքարով հնարավոր է արդյոք թե չէ։ Կան այս երկրում մարդիկ, որոնք որ զբաղվում են քաղաքականությունով։ Կան այս երկրում մարդիկ, որոնք որ ուզում են գալ կամ վերադառնալ իշխանության։ Կան, կարծում եմ, երկրում պետք են լինեն մարդիկ, ովքեր որ ուզում են իշխանություն։ Կլինի, որ իրանք այդ ամեն ինչի մասին մտածեն։ Ես որպես հասարակ մարդ իմ ազգականների, ընկերների, ինձ հավատացողների, իմ խոսքին հավատացողների հետ, որ երբ որ լինի մի շարժում, ինչին ես հավատամ, ես դուրս կգամ փողոց։ Եթե հասկանամ, որ սա հերթական լալալան չի։ Այսինքն շատերն են պատրաստ դուրս գալու, բայց երբեմն չեն դուրս գալի, որովհետև վստահություն չունեն։ Հերմինե, երկրում տիրում է շատ մեծ, շատ ուժեղ հակաիշխանական էներգետիկա։ Շատ մեծ։ Էներգետիկա, որը որ հաստատ պայթելու է։ Դա ոչ միտեղ ոնց որ չի կորե, չի գոլոշիացե, դա կա։ Ուղղակի մարդիկ տեսնում են մի պարզ բան, ոչ մի բան չի կատարվում։ Վերջ։ Կարծում եք այնքան մեծ այդ էներգետիկան, որ իսկապես Փաշինյանը առաջվա աջակցությունը չունի։ Այն որ չունի, պարզ է, բայց արդյոք չունի այնքան, որ չընտրվի, չվերընտրվի։ Վերընտրվելու համար ես չեմ կարծում, որ դա ձայներով է որոշվելու, ով ինչքան ձայն ստացավ։ Չգիտեք ոնց է դա արվում ախր։ Այն հին մեթոդները, որը քննադատում են իշխանությունը յուրացնելու է եւ անի, խոսում են թափանցիկ արդար ընտրությունների մասին։ Մոռացեք մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը կտա իշխանությունը։ Այն եղունգի ծերով ինքը նույնիսկ կախվելու է, ինքը ինքնակամ չի տալու դա երբեք։ Ինչ վտանգ է տեսնում, որ ինքնակամ չի ուզում տալ։ Պատասխան պետք է տա, կարծում եմ, որ թե ուզում եք ես ասեմ։ Վերջի ապրած տարիները եւ վերջի ապրած արած ամեն ինչը ինչ որ այս երկրի գլխին ինքը բերեց։ Երևի թե ինքը չի կարող հանգիստ շարունակել ապրել որպես թոշակառու։ Կարծում եմ տենց վախեր կարող են լինել։ Վերջի վերջը, ոչ թե վերջի վերջը, այլ մյուս կողմից ինչի պետք է ուզենա տալ իշխանությունը վատա, իր համար վատա, ինչ ուզում անում, փողոցները փակում են, բա այդքան գծնելը, այդքան անվտանգություն ունենալը, բա վերջի վերջո դրա երևի ֆինանսական մասն էլ կա, ինչի պետք է մարդ ուզենա տա իշխանությունը։ Իսկ այն պատասխանատվությունը, որ կրում է երկրի համար եւ կարևոր փաստաթղթեր պետք է ստորագրի վճռորոշ ճակատագրական նաեւ ազգի համար, օրինակ խաղաղության պայմանագիրը։ Կստորագրի ինչ ուզենա, ոնց ուզենա, ձեռից բռնող կա։ Ինչ որ մեկը կա, որ թույլ չտա, որ ինքը դա ստորագրի։ Դե դա պետք է անի ընդդիմությունը ժողովրդի մեծ պահանջով դուրս գան, օրինակ հիմա եթե խոսվում է, որ ընդդիմությունը ժողովրդի հետ միասին։ Լավ։ Հասարակական դուրս գա ինձ ասեք դրա մասին, ես կգամ ձեր տաղավարներից։ Իսկ հասարակական ճնշումից Փաշինյանը իսկապես կարծում եք վախենում է։ Թե նա այնքան վստահ է, որ ժողովրդի հետ է ինչի մասին խոսում։ Դե այն ճնշումները, որոնք եղել են Բագրատ Սիրբազյանի։ Հիմա որ ինձ հրավիրել եք, իմ նման անհետաքրքիր զրուցակցին հրավիրել եք ձեր տաղավար, ու ես տալիս եմ ձեր հարցերին պատասխաններ
դա հասարակական ճնշում է, դա ոչ մի բան է։ Չէ, փողոցային պայքար նկատի ունեմ, որ դուրս գան փողոցում Փաշինյանին պահանջեն, որ պայմանագիրը չկնքի օրինակ։ Փողոցային պայքար լինելու համար պետք է լինեն փողոցային պայքար կազմակերպողներ, մասնագիտական, քաղաքական գործիչներ, մարդիկ, որոնք որ դրանով պրոֆեսիոնալ զբաղվում են, որոնք որ ունեն պլան A, պլան B, պլան C եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա այս խաղաղության օրակարգը ժողովրդի համար համոզիչ չէ, դուք կարծում եք, որովհետև հարցումների օրինակ մի մասը մարդիկան ասում է դե խաղաղություն է ուզում Փաշինյանին, չեք ուզում, թողեք այդ խաղաղությունը իրականացնի։ Մի մասն ասում են դե հիմա համաձայնացված է թե խաղաղության պայմանագիրը խաղաղությունը լինի, ջերմուկը տվեք խաղաղությունը լինի, էս տվեք խաղաղությունը լինի, ցեղասպանությունից հրաժարվեք խաղաղություն լինի, ինքը չունի վերջ։ Ով մի քիչ գիտի թուրքական քաղաքականություն, պատմական գոնե, ինքը հասկանում է վերջ չկա։ Էս տվեցիր գնացինք առաջ, էս տվեցիր գնացինք առաջ, ստեղծալվեցիր գնացինք առաջ։ Չգիտեք։ Հիմա տեսեք խոսում է, որ սահմանադրությունը պետք է փոխվի, Նիկոլ Փաշինյանը եւ առասարակ թիմն ասում է, որ սահմանադրության հանրակրվե կլինի, եթե դեմ եք այդ ամեն ինչին, ինչի մասին դուք խոսեցիք, զինանշանը փոխել, սահմանադրության մեջ փոփոխություն անել, նաեւ եկեղեցու գերակա դերը նվազեցնել, ինչի մասին ասում են, որ նաեւ այդտեղ է փոփոխություն լինելու, մի քվեարկեք։ Հիմա այստեղ ինչ խնդիր կա, դուք ինչ խնդիր եք տեսնում։ Անկեղծ ես չգիտեմ դա այդ ինչ պետք է լինի, հանրակրվե պետք է լինի, թե ինչ պետք է լինի, ես համոզված եմ, որ մարդկանց մեծամասնությունը ամենայն դեպս քաղաքում ապրող մարդկանց մեծամասնությունը, որ ավելի ինֆորմացված է։ Հենց դա է խնդիրը, արդյոք մարդիկ ինֆորմացված են եւ գիտեն ինչ է, ինչ փոփոխություններ է ենթարկվելու սահմանադրությունը, ընդդիմադիրները ունեն հերոստալիքներ, կայքեր, լրագրողներ, չգիտեմ, երևի չեք ունենան, ինֆորմացիա չեք։ Դե մարզերում ոնց ինչպես տեսնում ենք, բոլորը հանրային հեռուստաընկերություն են միայն նայում։ Նենց արեք որ ձեզ նայեն։ Հասարակությունը դուք կարծում եք իսկապես գիտի ինչ խնդիրներ կան եւ այս հարցը երբ որ Փաշինյանը բարձրացնում է ասում է թե չեն ուզում թող այո չասեն, այսինքն ըստ էության եթե Փաշինյանը վերընտրվի եւ սահմանադրությունը նոր սահմանադրությունը կյանքի կոչվի պատասխանատվությունը ժողովրդի վրա է գնում։ 2026 թվին լինեն ընտրություններ, կարծում եմ որ Փաշինյանը կվերընտրվի։ Եվ պատասխանատվությունը արդեն ժողովրդի վրա կլինի, ասի որ դուք ուզեցիք իրական Հայաստան, չէ՞ որ ես եկել եմ իրական Հայաստանի ծրագրով, դուք այո ասացիք այդ ծրագրին։ Ժողովուրդը ոչ մի դեպքում մեղավոր չի լինի։ Ժողովուրդը ոչ մի դեպքում մեղավոր չի լինի, որովհետև ուրեմն թույլ տվեցին նրան, որ լինեն ընտրություններ, եւ թույլ տվեցին, որ նա ընտրություններում նկարի այն թվերը, որ իրան պետք են անցնելու համար։ Բայց եթե չգնան չքվեարկեն, ինչպես է նկարելու այդքան մեծ թվեր։ Հասկանում եք ինչն է, մարդկանց այն հիասթափվելու մասշտաբները հասել են նրան, որ եթե այսօր լինի ընտրություններ, կարծում եմ, որ կգնա ընտրողների իրավունք ունեցողների շատ չնչին քանակ։ Մեծամասամբ մտածում են ավելի լավ է չմասնակցեն։ Որովհետև այն կարգի հիասթափությունը, որ մարդիկ թքած ունեն ուղղակի։ Եվ դա համատեղ, չեմ ասում պայմանավորվել են, բայց դրա համար Փաշինյանն է արել ինչ որ կարողացել է դրա համար, եւ մյուս կողմից ընդդիմությունն է արել իր առավելագույն հնարավորություններով, որ մարդիկ այլևս ոչ մի բանի չհավատան։ Իսկ այդ այլընտրանքը կա ժողովրդի համար, եթե ուզում են նոր մարդ լինի, որը ոչ ներկա է, ոչ նախկին է, այդ նորը կա, որ մարդիկ չեն դնում այդ հարցադրումը ոչ նախկին, ոչ ներկա, որովհետեւ արդեն բոլորն են նախկին։ Նիկոլ Փաշինյանից բռնած բոլորը նախկին են արդեն։ 7 տարի իշխանության է։ Ով ուզում է լինի հստակ ծրագրով, մարդ ում կարելի է հավատալ։ Եվ մի շատ կարևոր բան, ումից չեն զզվում մարդկանց մեծամասնությունը։ Կա։ Բերեք, ցույց տվեք, օգնեք, սատարեք, ճանապարհ բացեք։ Դու կարծում եք այդպիսի մարդիկ, որոնք իսկապես կարող են համախմբել ժողովրդին։ Ես կարծում եմ, որ Հայաստանում կան բազմաթիվ խելացի, գրագետ եւ տաղանդավոր մարդիկ։ Եվ Հայաստանը չի սահմանափակվում երկու նախագահներով կամ եւս ինչ
ինչ-որ քանակի քաղաքական ուժերով։ Եթե ուզենան կգտնեն։ Եթե ուզենան կգտնեն, կօգնեն եւ ճանապարհ կբացեն։ Պատասխանատվությունն էլ է մեծ։ Պետք է նաև ցանկություն ունենան մտնել այն պատասխան։ Ասում են այնպեսի վիճակում է երկիրը հասցրել, որ ինչ որ բան փոխելը փրկելը։ Դստեք ձեր մի հանեք։ Սպաղվեք ուրիշ գործով ինչ որ, չգիտեմ, ուրիշ բան արեք։ Հիմա ես կարող եմ սկսում եմ արդեն կոպիտ բաներ ասել, բայց հասկանում եք, չկա, եթե պետքա պատասխանեմ հարցին, չգիտեմ, անկեղծ ինչ որ հարցեր կան, որոնք գիտեք ինչ, եթե մի բան չի ստացվում 2020 թվականին, 21 թվականին, 22 թվականին, 23 թվականին, ինչ անում եք չի ստացվում, ինչ անում եք տապալում եք, երկու խնդիր կա, կամ չեք ուզում, կամ ընդունակ չեք սովորելու։ Եթե գիտեք երրորդը հուշեք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում եք կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։